Սյունիքով անցնող Ադրբեջանը Նախիջևանին կապող թրիփ ճանապարհը բացում է նոր հնարավորություններ նաև ԱՊՀ երկրների համար։ Այսօր Դուշանբեում ԱՊՀ առաջնորդների նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը կրկին պնդել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել եւ ընդգծել, որ դրա հիմքում ընկել է ԱՊՀ հիմնադիր փաստաթուղթը Ալմաթայի հռչակագիրը։ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին չի հաղորդվել փոխարենը գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի նախագահն է նրա հետ կարճ բանավեճի մեջ մտել, երբ պնդել է, թե երկկողմ առևտրաշրջանառությունը իրականում Նիկոլ Փաշինյանի ասած 4 միլիարդ դոլարից ավելին է եղել։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի ուշ հայտարարել է Պուտինի հետ բանավեճում Նիկոլ Փաշինյանը բացարձակ ճիշտ թվեր է ասել։ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը հաղթահարել են երկկողմ լարվածությունը եւ կշարունակեն զարգացնել հարաբերությունները, այդ թվում փոխադրումների ոլորտում։ Հույս ունեմ, որ մենք կշարժվենք առաջ եւ կիրականացնենք երկու երկրների հավակնոտ ծրագրերը լոգիստիկայի, արդյունաբերական համագործակցության եւ հումանիտար ոլորտներում, ասել է Պուտինը ԱՊՀ առաջնորդների հանդիպումից հետո։ Հայտարարության նախօրեին նա նախագահ Ալիևի հետ հանդիպմանը առաջին անգամ հրապարակավ ընդունել էր, որ ռուսներն են մեղավոր անցած դեկտեմբերին Ղազախստանում կործանված ադրբեջանական մարդատար ինքնաթիռի համար, որի հետևանքով 38 մարդ էր զոհվել։ Այդ հանդիպումից ժամեր անց հաղորդվեց, որ Ադրբեջանը տնային կալանքի է տեղափոխել անցած հունիսին ձերբակալված Սպուտնիկ Ադրբեջանի տնօրենին։ Ռուսական կողմն էլ ազատ է արձակել ամիսներ առաջ Ռուսաստանում ձերբակալված ադրբեջանցիներից մեկին։ Սպիտակ տունը քննադատել է Նոբելյան կոմիտեին, որն այսօր որոշեց այս տարվա խաղաղության մրցանակը շնորհել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում էր հունվարին սկսելով պաշտոնավարումը ինքն առնվազն 8 պատերազմ է կանգնեցրել։ Նոբելյան կոմիտեն ապացուցեց, որ քաղաքականությունը խաղաղությունից վեր է դասում, X-ում գրել է Սպիտակ տան խոսնակ Ստիվեն Չունգը։ Նոբելյան կոմիտեն նախապատվությունը տվել էր վենեսուելացի Մարինա Կորինա Մաչադոին մարդու իրավունքների պաշտպանության եւ բռնապետությունից ժողովրդավարություն անցնելու նրա անխոնջ պայքարի համար։ Թրամփին այդ հեղինակավոր մրցանակին այն առաջադրել մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը։ Չնայած կոմիտեի որոշմանը նախագահ Թրամփը կշարունակի խաղաղության համաձայնագրեր կնքել, պատերազմներ ավարտել ու կյանքեր փրկել, հայտարարել են Սպիտակ տնից։ Իսրայելական զորքը սկսել է նահանջել Գազայի որոշ հատվածներից, հազարավոր տեղահանված պաղեստինցիներ էլ վերադառնում են իրենց լքված տներ։ Կեսօրին Իսրայելի եւ Համասի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Համասը վայր է դնելու զենքը եւ 72 ժամվա ընթացքում ազատ է արձակելու 2 տարի առաջ գերեվարված իսրայելցիներին։ Իսրայելն իր հերթին ազատ է արձակելու հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների։ Ուկրաինայի նախագահը դատապարտել է ռուսական բանակի այս առավոտվա ցինիկ եւ հաշվարկված հարձակումը, որի հետևանքով 7 տարեկան մի երեխա է զոհվել, 12 մարդ վիրավորվել, ուկրաինական էներգետիկ օբյեկտները վնասվել։ Ժամեր շարունակ Կիևի, Սումիի, Խարկովի, Պոլտավայի եւ այլ շրջանների բնակիչները զրկված են եղել էլեկտրաէներգիայից եւ ջրից։ Քաղաքացիական ու էներգետիկ ենթակառուցվածքները Ռուսաստանի հիմնական թիրախն են ջեռուցման սեզոնից առաջ, հայտարարել է նախագահ Զելենսկին, կոչ անելով ընդարձակել միջազգային աջակցությունը։ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը նշել են իրենց 250-ամյակը Ֆիլադելֆիայի Դելավեր գետի երկայնքով ընթացող նավերի շքերթով, որտեղից էլ սկիզբ է առել ծառայությունը 1775 թվականին։ Միջերկնքում պտտվել են կործանիչներն ու արդիական ինքնաթիռները, ջրի վրա իրենց կարողություններն են ի ցույց դրել տարբեր տարիներին կառուցված տասնյակ նավեր։ Միջոցառումներն այստեղ կշարունակվեն մինչև շաբաթավերջ ԱՄՆ-ի ռազմածովային նվագախմբի ելույթներով եւ նավաստիներին մեծարող արարողություններով։